Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բաքվում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու գործերով դատական նիստը։ Տեղեկացնենք, որ նախորդ նիստը տեղի էր ունեցել ապրիլի 15-ին, որի ընթացքում մի շարք տուժողներ էին հարցաքննվել։ Հիշեցնենք, որ Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը նախորդին էր անցկացվել։ Նրանց մեղադրում են ահաբեկության, ռազմական հանցագործությունների, ցեղասպանության եւ այլ հանցանքների համար։ Թբիլիսին պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը։ Բոճորիշվիլին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ համատեղ ճեպազրույցում նշել է, որ Վրաստանն անկեղծորեն ցանկանում է նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ Մասնագետների հետազոտություններն ու ուսումնասիրությունները փաստում են Ադրբեջանում ատելության խոսքը աճում է երկրաչափական պրոգրեսիայով։ Խաղաղության գործընթացն առաջին հերթին հենց ատելության խոսքի բացառում է ենթադրում, բայց հայ-ադրբեջանական գործընթացում դա չկա։ Այնտեղ պարզապես ատում են հայերին, ծայրահեղ որակավորումներ են տալիս, այդպիսով արդարացնելով նաև ցանկացած բռնության դրսևորում։ Համեմատություններ կան կենդանիների հետ կամ հայերին նույն ներկայացնում են որպես անմարդկային էակներ։ Հատուկ ուսումնասիրություն է կատարվել բարձրաստիճան պաշտոնյաների եւ լրագրողների խոսույթի, որոնք հասարակական կարծիք են ձևավորում։ Այստեղ եւս պատկերը մտահոգիչ է։ Մինչեւ երկրի առաջին դեմք գեներացնում ենք թշնամական վերաբերմունք հայերին անվանում ֆաշիստ, օկուպանտ ու ցեղասպան։ Այս պահվածքի իրավական գնահատականը ստանալու համար Հայաստանը վաղուց է դիմել միջազգային ատյաններ։ Պաշտպանն ասում է, դրանց վերջնական արդյունքին կարելի է հասնել, եթե իհարկե հայերի հետ կանչի գործընթացը տեղի չունենա։ Արձանագրված է, որ Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա ատելություն հրահրելուց եւ հայերի նկատմամբ պետական մակարդակով խտրական քաղաքականություն վարելուց։ Այս ժամանակավոր միջոցները միտված են ապահովելու նախադրյալներ մինչև դատական ակտի կայացումը։ Պարզապես խոսք չէ, որ ասում ու անցնում են առաջ, ադրբեջանագետը ասում է, պաշտոնական խոսքում առանձին տեղ ունեն զավթողական նկրտումները։ Դրանք եղել են ոչ միայն Արցախի, այլ նաև ամբողջ Հայաստանի հասցեին։ Ադրբեջանի համար հակամարտությունն ու տարածքային պահանջները միայն Արցախով չեն սահմանափակվում։ Ասում է, որ այս տարածաշրջանում Հայաստան երբեք չի եղել, այսօրվա Հայաստանը մեր հողն է, այսպես շատ ուղիղ տեքստով հստակ զավթողական ծրագիր է։ Մյուս դրվագով այդ նույն ելույթի ցույց է տալիս, որ այդ խնդիրը ինքը բարձրաձայնում է բացառապես, որովհետև համարում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, այսինքն ցույց է տալիս իր հետագա նպատակները ու ցույց է տալիս, որ երբեք խնդիրը Լեռնային Ղարաբաղով չի սահմանափակվել։ 2020 թվականից հետո էական փոփոխություններ են կրել Ադրբեջանի հանրակրթական դպրոցների պատմության դասագրքերը։ Պատմական խմբագրումները առավել ակնառու են դարձել 2023-24 թվականի հրատարակություններում։ Այդտեղ արդեն սևով սպիտակի վրա առաջ են տանում արևմտյան Ադրբեջան կեղծ թեզը։ Պարզից էլ պարզ է, սա միայն քաղաքական սպառման կոնտենտ չէ, այլ ծավալապաշտական զավթողական ծրագիր, որ մտքին է դրել Ալիևը։ Եվ պատկերացրեք, ուղղակի 5-րդ դասարանում երեխան առաջին անգամ անցնում է պատմություն առարկան եւ բացում է այդ առարկան ու տեսնում է, որ իր հարևանությամբ գտնվող Հայաստան պետությունը դա իր հողն է։ Դպրոցից մինչև կառավարական կաբինետ, բուհեր ու տարբեր նշանակության հաստատություններ Ադրբեջանում արմատական ատելություն կա հայերի նկատմամբ, բայց ոչ թե հին բարքերի ավանդական շարունակությունն է, այլ նորացած պատկերացումների արտահայտություն գրքերում, թերթերում, բոլոր վերնագրերում, հանրային հրապարակային խոսքում օգտագործվող ձևակերպումները փաստում են, նրանք հայերի հետ խաղաղություն չեն ուզում։ Չի հանդարտվում Բաքուն, բոլոր հնարավոր լծակներն օգտագործում է յուրացնելու հայկական մշակույթը։ Այս անգամ ավելի ուժգին է զարկ տվել երևակայությանը։ Վարշավայում բացված ցուցահանդեսում ներկայացրել են լուսանկարներ, պաստառներ, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի պատմական ժառանգությունը խորագրով։ Պնդում են, թե Հայաստանում գտնվող շուրջ 3500 պատմամշակութային հուշարձան, 500 գերեզմանոց եւ 391 մզկիթ ադրբեջանական ծագման են։ Ինչ մզկիթների մասին է խոսում Ադրբեջանը։ Ոչ թե այդ արժեքները գոյություն ունեն, այլև Ադրբեջանը պարզապես ցուցահանդեսին, կես նկարների, կես պատմությունների տակ փորձում է ներկայացնել, որ իբրև թե Հայաստանում կան այդ արժեքները եւ դրանք իբրև թե պատկանում են Ադրբեջանին։ Պատմական գրավոր աղբյուրները, քարտեզները վկայում են, որ Արաքս գետի հյուսիսում եւ Կովկասյան լեռնաշղթայի հարավում
մինչև 1917 թվականը Ադրբեջան անվանմամբ որևէ պետություն գոյություն չի ունեցել։ Ցուցահանդեսում նաև Երևանը հիշատակվում է որպես Ռավան, Իրավան, Իրիվան, ներկայացվում են Երևանի Պարսից խաների պալատից, Երևանի Բերդից ու մի շարք պատմական հուշարձաններից լուսանկարներ, կասկածի տակ դնելով պատմական փաստերը։ Ըստ մշակութային ժառանգության փորձագետի, Արևմտյան Ադրբեջան արհեստածին եզրույթով թշնամին նոր ինքնություն է կերտում։ Եթե 20-րդ դարի ադրբեջանական պատմագրության որոշ ակադեմիական գրականություններում այս տերմինը օգտագործվում էր, բայց չկային հստակ սահմաններ, թե ինչ իրենք նկատի ունեն Արևմտյան Ադրբեջանի տակ, ապա 2007 թվականից սկսած այդ սահմանները պարզես թե արդեն հայտնի են եւ Ադրբեջանի Հանրապետության զբոսաշրջության եւ մշակույթի նախարարության հովանավորությամբ հրատարակված Ազիզ Ալակբարլի Արևմտյան Ադրբեջանի հուշարձանների գրքում ներկայացված են այդ սահմանները։ Եվ պարզվում է, որ դրանք Հայաստանի Հանրապետության նույն քարտեզն է, մակագրված որպես Օղուս թուրքերի երկիր Արևմտյան Ադրբեջան։ Ադրբեջանցիների երևակայությունը ցածկ է կատարում։ Երևանի պետական համալսարանի ավելի քան մեկդայրյա պատմություն ունեցող սև շենքն են թիրախավորել։ Ցուցադրվող լուսանկարներում այն ցինիկաբար ներկայացնում են ադրբեջանական մշակութային արժեք։ Երևանի պետական համալսարանի շենքը ներառված է Հայաստանի Հանրապետության պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում եւ համարվում է պատմամշակութային ժառանգություն։ Փաստորեն Հայաստանի գիտական կենտրոններն է թիրախավորում, դա նաև նշանակում է, որ Ադրբեջանը փորձում է յուրաքանչյուր ոլորտ ներխուժել, յուրաքանչյուր ուղղություն յուրացնել։ Ադրբեջանը վերաշարադրում է Երևանի պատմությունը, խեղաթյուրում պատմական փաստաթղթերը ստեղծելով նոր ինքնություն։ Այսպիսի միջոցառումներն իրականացնում են պետական բարձր հովանավորչությամբ, իսկ թշնամական այս երկրի քաղաքականությունը ըստ փորձագետի միջազգայնացվում է։ Բաքվի բռնապետը կանգ չի առնում, բացել են նույնիսկ Արևմտյան Ադրբեջան կոչված պետական հեռուստաընկերությունը, որով սեփական ժողովրդին կերակրում են ճիշտ նույն մաղձով։ Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի Պապի վախճանի առիթով։ Երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապը խոնար, քաջ ու բարի հովիվ էր, որ հավատարմորեն փայլում էր Տեր Հիսուսի Քրիստոսի հետքերով։ Նա մշտապես իր աղոթքն էր հնչեցնում պատերազմներով եւ անարդարությամբ վիրավորված աշխարհի իմասնավորի Արցախյան պատերազմի ծանր հետևանքները կրող մեր ժողովրդի համար, ասված է ցավակցագրում։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունը տեղի կունենա շաբաթ օրը ապրիլի 26-ին։ Նշվում է, որ Հռոմի Պապի հուղարկավորության արարողությունը տեղի է ունենում նրա մահից հետո 4-ից 6-րդ օրվա միջև ընկած ժամանակահատվածում։ Իտալական լրատվամիջոցները ընդգծում են, որ կոնկլավը, որի ժամանակ կընտրվի նոր Հռոմի Պապը, պետք է սկսվի մայիսի 6-ից 10-ը։ Միաժամանակ կոնկլավին կարող է թույլատրվել սկսել ավելի վաղ, եթե բոլոր կարդինալները, ովքեր իրավունք ունեն մասնակցելու Հռոմի Պապի ընտրությանը կարողանան ավելի վաղ ժամանել Վատիկան։ Օր երկրորդ ռաունդ երկրորդ իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների միջև վեճը հասավ իրար քաշքշելուն ու վիրավորանքներին։ Մեր խմբակցությունը շրջանառության մեջ է դրել հայոց ցեղասպանության ուրացման կոնկրետ հանցակազմի համար քրեական պատասխանատվության նախատեսող օրինագիծ։ Եկել եք 110 տարի անց, պարոն Մինասյանը եւ դուք ուզում եք երեսպաշտորեն բերեք նախագիծ ցեղասպանության ուրացումը քրեականացնելու համար։ Ամեն ինչ սկսվեց Ալեն Սիմոնյանի եւ Հայաստան խմբակցության պատգամավորների լեզվակռվից։ Ազգային ժողովի նախագահի ձևակերպումը խորհրդարանի բարձր ամբիոնից հունից հանեց ընդդիմադիր պատգամավորներին։ Դե դուք ձեր մեջ ներքին վեճ ունեք դաշնակցականներով Հայաստան դաշինքի մնացած անդամներն պլեն են ընկել այս խոսակցության։ Նստեք, ինչի՞ չանեմ։ Ինչի՞ չա, նստեք։ Կանգնի, Մինասյան։ Դու նստած մնա այդտեղ։ Մելավ մանգապարտեզ չի։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարը հետաքրքրվեց, ինչու է հեռանում դահլիճից Գեգամ Մանուկյանը յուրաքանչյուր ելույթից հետո։ Չանգիտեմ գնում եք ծխելու, չէ՞։ Ձեր ելույթները փաստորեն ձեզ էլ են ծխացնում, այդ պարզ է։ Բայց որտեղ եք ծխում, պարոն Մանուկյան, որովհետև ես գիտեմ, որ դուք դրսում համենայն դեպս չեք ծխում, որտեղ բաց տարածք, այսինքն դուք ծխում եք ազգային ժողովի շենքի տարածքում։ Ալեն Սիմոնյանը հրահանգեց անջատել ուղիղ եթերը, հայտարարվեց 20 րոպե ընդմիջում։ Պետական պահպանության ծառայության աշխատակիցները մտան նիստերի դահլիճ։ Արժեօրակարգային հարցերից մեկը հայտարարագրման համակարգի ներդրումն էր բոլորային քաղաքացիները ֆիզիկական անձինք, ովքեր հայտարարագիր կներկայացնեն այս տարի նախորդ տարվա եկամուտների համար, նրանց հայտարարագիր լրացնելու վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է։ Նույն կերպ, ովքեր
հայտարարագիր լրացնելու են հաջորդ տարի այս տարվա եկամուտների համար, իրենց համար նույնպես վերջնաժամկետ է դառնում նոյեմբերի 1-ը, սկզբնաժամկետը դառնում է մարտի 2-ը։ Դրանից հետո հայտարարագիր ներկայացնելու ժամկետ կսահմանվի մարտի 2-ից հուլիսի 1-ը ժամանակահատվածը։ Եթե օրինակ որևէ ֆիզիկական անձ, որևէ գույք է օտարել իրավաբանական անձի եւ այդտեղ եկամուտահարկ է գեներացրել, այդ իրավաբանական անձը այդ ինֆորմացիան պետական եկամուտների կոմիտեին կարող է փոխանցել մինչև մարտի 1-ը։ Այսինքն, եթե մարտի 1-ից հետո պետական եկամուտների կոմիտեն ունեն այդ ինֆորմացիան, ինքը քաղաքացու հայտարարագրի մեջ ինքնաշխատ տարբերակով կարող է լրացնել այդ բոլոր փոփոխությունները։ Խղճություն։ Ֆիզիկական անձանց 2024 թվականի հայտարարագիրը ներկայացնելու օրինագիծը ընդունվեց 60 կողմ 1 դեմ 29 ձեռնպատ ձայներով։ Դրա ժամկետը մայիսի 1-ից հետաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը։ Հայտարարագիր չներկայացնելու դեպքում նախատեսված է նախազգուշացում։ Եթե քաղաքացին 30 օրվա ընթացքում հայտարարագիր չներկայացնի, ապա տուգանքը կլինի խորհրդանշական 5000 դրամ։ Եթե այս ժամկետն էլ չարաշավի եւս 30 օրով, ապա տուգանքը կկրկնապատկվի, կազմելով 10000 դրամ։ Պրոշյան եւ Քասախ համայնքների բնակիչները դարձյալ բողոքում են, պահանջելով, որ 25 եւ 59 համարի ավտոբուսները երթուղին շարունակեն մինչև իրենց համայնքները։ Մինչև այդ Երևան հասնելու համար վճարում էին 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ նոր երթուղին սպասարկելու է Մուլտիտրանսպորտ ընկերությունը եւ ուղևորը լինելու է 250 եւ 200 դրամ։ Ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին ընդամենը 7 կիլոմետր է իրենց համայնքից մինչև ֆիզիկայի ինստիտուտ։ Վերջին ավտոբուսը նախատեսված է ժամը 19:30-ին, այնինչ նախկին երթուղին ավելի երկար է եղել։ Վերջին կանգառը հաղթանակի զբոսայգին։ Ապրիլի 9-ին էլ հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ։ Հանդիպումից գոհ չեն։ Ոչ մի զիջման չգնացին մեր ժողովրդի խնդրանք պահանջին, մերժեցին ու ասեմ ձեզ, երկու շաբթի օրվանից պետք է չլինեին ավտոբուսները ըստ իրենց հայտարարության։ Պրոշյանցի Մարիամ Պետրոսյանն ասում է, կառավարությունն օրենք է ընդունել 2006 թվականին, 19 տարի չեն անդրադարձել այդ կետին։ 2021-ին մրցույթ է հայտարարվել, որին մասնակցել է միայն Մուլտիտրանսը ու շահել 250 դրամ ուղևորի արժեքով։ Բնակիչներին կասկածելի է թվում, ինչու է մրցույթին ընդամենը մեկ ընկերություն մասնակցել։ Երևանը եկել Քասախից անցել է։ Հլնեք ժողովուրդ, գնացի ասել է պաշտպանության նախարարություն, հենց տեսեք քանի կիլոմետր է հեռու։ Ընդամենը 500 մետր պետք է գյուղ մտնի, դրա համար այսքան ժողովրդին անել են ոտքի։ Նույնը Պրոշյանի ժողովրդի համար, այնտեղ էլ 1 կիլոմետրի հարցը։ Եկել մտել է Պրոշյանի տարածք, վարչական տարածքի մեջ է Պրոշյանի։ Ինչի համար այդ քաղաքային ավտոբուսը հանվում։ Քննարկումների ժամանակ այդ հարցերը տվել եք, ինչ են ձեզ արձագանքել։ Փոխնախարարի իմ տված 3 հարցերից ոչ մեկին չպատասխան։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն էլ պարզաբանում է, որ հանդիպումների ընթացքում բնակիչներին խնդրի լուծման տարբերակներ առաջարկվել են։ Փոխադրաբարձի նվազեցում, Պրոշյան Երևան 200 դրամ, Քասախ Երևան 150 դրամ, նաեւ սահմանված երթերի քանակի ավելացում։ Երևանի տրանսպորտին հասանելիություն բնակավայրերին հարող միջպետական ճանապարհից տրանսպորտային միջոցների թվականակի ավելացում, Երևանում վերջնակետի փոփոխություն։ Գերատեսչությունից ապակառուցողական են գնահատել կրկին բողոքի ակցիաներ ձեռնարկելը։ Շատ չանցած ակցիան ավարտվեց, բողոքավորները ցրվեցին։ Հայաստանում արյան դոնորների պակաս կա արյան պահանջարկի տարեկան աճի պատճառով։ Այս մասին ասել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանը։ Հանրապետությունում օրական 60 պարկ արյուն է փոխներարկվում, իսկ արյան բանկը միայն պրոֆեսիոնալ դոնորներով հնարավոր չէ համալրել։ Անհրաժեշտ է ողջ հանրապետությունում ներդնել նվիրատվության մշակույթ, իրականացնել տարբեր դոնորական արշավներ Երևանում եւ մարզերում, ասել է Անդրանիկ Շամիլյանը։ Ուզբեկստանում տղամարդը երազում տեսել է, թե իբր կինն իրեն դավաճանում է, նա արթնացել է եւ սպանել կնոջը։ Ֆերգանա քաղաքի Խանդոտ բնակիչը կատաղած վերցրել է դանակը եւ 13 հարված հասցրել նրան։ Կինը տեղում մահացել է, տղամարդուն բերման են ենթարկել։ Նա բացատրել է, որ նման երազից հետո չի կարողացել իրեն կառավարել։
Vogue պայքարում է միլիարդատեր Ջեֆ Բեզոսի եւ Լորեն Սանչեսի երրորդյա իտալական շքեղ հարսանիքի բացառիկ իրավունքի համար։ Բեզոսի եւ Սանչեսի հարսանիքին Վենետիկում ներկա կլինեն ազդեցիկ դեմքեր, ներառյալ Դոնալդ Թրամփի ընտանիքի անդամները։ Ինչպես տեղեկացրել էին աղբյուրները, այն կարող է հայտնվել Vogue-ում։ Զույգը բանակցություններ է վարում Աննա Վինտուրի հետ ամսագրին բացառիկ պատմություն ներկայացնելու մասին, թեև ոչինչ դեռ որոշված չէ, նշել է աղբյուրը։ Ճապոնիայում տղամարդը 10 տարի գումար է խնայել իր նվիրական երազանքի $306,000 արժողությամբ Ferrari ավտոմեքենան գնելու համար, սակայն գնելուց 1 ժամ հետո այն ամբողջությամբ այրվել է։ 33-ամյա վարորդը դուրս է եկել test drive-ի, որի ժամանակ սպիտակ ծուխ է նկատել, կանգ է առել ու կանչել հրշեջներին։ Կարծում եմ ես միակ մարդն եմ Ճապոնիայում, որի հետ նման բան է պատահել, գրել է նա X սոցիալական ցանցում։ Մայրաքաղաքում ապրիլի 21-ին դանակահարությունն ավարտվել է կրակոցներով։ Դեպքը B2 թաղամասի Իսակովի 85 շենքի բակում է եղել։ Դեպքի վայր են ժամանել քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևանի քրեական վարչության եւ Մալացիայի համայնքային ոստիկանության բաժնի մեծ թվով ծառայողներ, ինչպես նաեւ ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները։ Շենքի երկրորդ մուտքի առաջին հարկի վերելակի մոտ ոստիկանները հայտնաբերել են 1 կրակված պարկուճ։ Հայտնաբերված եւս 2 պարկուճ եղել են չկրակված։ Մուտքի աստիճանների ճաղավանդակի վրա էլ հայտնաբերվել են առնանման հետքեր։ 1 հոգի տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր նշված թաղամասում են ապրում, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ տեղի ունեցել դանակահարություն, որից հետո վիրավորի հարազատը մի մաս ասում էր եղբայրը, մի մաս ասում էին հարազատը, որսորդական հրացանով կրակոցներ է արձակել ենթադրյալ դանակահարություն կատարող կասկածյալի ուղղությամբ։ Սա նախնական տեղեկություններ է, որը պարզվում է։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները։ Դեպքի հանգամանքները պարզվում են, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Շահումյան 7-րդ փողոցի առաջին նրբանցքում 7 տարի գարշահոտ է տիրում։ Կեղտաջրերը դիտահորերով հոսելու փոխարեն դրանցից դուրս են գալիս ողողում ամբողջ տարածքը։ Ամբողջ սեփական տները, անգամ լցված է տան նկուղները, կեղտաջուրը կարելի ասել մինչև 30 սանտիմ այդքան բարձրությամբ լցվել է։ Հանել ենք ծաղեղաշտեղավ ցապե, այնի մեր տունը, էսի տղիս տունը։ Երևանցիներն ասում են համաճարակի վտանգ կա, քանի որ գարշահոտից բացի այդ կեղտաջրերը լցվում են նաև մարդկանց տներն ու նկուղները։ Օրերը տաքանալուն պես վիճակն ավելի է վատթարանալու։ Տնաներս ցեխի մեջ կորած, խոնավությամբ կորպուսնել են կարտել։ Քաղաքացիները համբերատար չեն սպասել այս տարիների ընթացքում բոլոր հնարավոր մարմիններին են դիմել, բայց Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմն ու Վեոլիա ջուրը միմյանց վրա են գցում։ Մարդիկ 2 օր առաջ են դիմել Վիոլա ջուր, Մալաթիայի թաղապետարան, սակայն 2 տեղից էլ մեկը մեկի վրա է գցել։ Քաղաքացիներն ասում են, խնդրի վերջնական լուծման համար ընդհանրապես պետք է որ խողովակները փոխեն, բայց դա անել որևէ մեկը չի շտապում։ Իրենք էլ ստիպված ու անկախ իրենց կամքից ապրում են հակասանիտարական պայմաններում։ 3 ամսից ավելի է Էրեբունի վարչական շրջանի Ավանեսովի 24 կոտրակ 1 հասցեում խմելու ջուրը անխնա հոսում է, բայց որևէ կառույց չի շտապում խնդիրը լուծել։ Ատամները լվալուց անջատեք, որ կորուս չլինի, բայց այսքան արվի ջուր է։ Քաղաքացիներն ամեն օր հազանգում են եւ Վեոլիա ջուր ընկերություն եւ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, բայց սա էլ տեղից չի շարժվում։ Ըստ տեղեկությունների վթարի պատճառով նույնիսկ մի քանի շենքերի բնակիչներ ջուր չեն ունենում։ Եկել են, անջատել են, բայց ասել են էդի մերը չի, մենք չենք սարքում։ Դուք ինքներդ քանդեք, դուք ինքներդ սարքեք։ Վիոլա ջուրին դիմել են, ասել են մեզի չի պատկանում։ Դիմում գրել եմ, դիմումի 10 օր հետո պատասխանը եկել, ասում է մեզի չի պատկանում։ Դու պիտի դուք սարքեք, մենք չենք կարան սարքենք։ Վիոլա ջուրը ասում է դա իմ պոզիցիան չի։ Թաղապետարանն էլ ասում է Վիոլա ջրի պոզիցիան է, այստեղ նաև կան, տեսնում եք, բազմաթիվ բազմաբնակարանային շենքեր, ժողովրդի լեզվով ասած 67-ի կանեցն է այստեղ, ու հիմա ջուրը շատ մեծ թափով կորում է, հոսում է։
Շամշյանքոմի հրապարակումից կարճ ժամանակ անց Երևանի քաղաքապետի հանձնարարականով Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի գլխավորությամբ Վիոլա ջուր ընկերության ներկայացուցիչներն են վթարի վայրում եղել։ Հետո հատուկ տեխնիկայով վերացրել են խնդիրը դադարեցրել ջրի հոսքը։ Արդեն տեղում պարզվել է, որ ջրախողովակը ինչ-որ մասնավոր ընկերությանն է պատկանում, ու հենց այդ պատճառով ընկերությունը ժամանակավորապես ջրազրկվել է, մինչև կպարզվեն բոլոր մանրամասները։